Երկու օր հետո նա կկենդանացնի մեզ, և երրորդ օրը կելնենք կկանգնենք նրա առաջ, կճանաչենք Տիրոջը, և հետամուտ կլինենք ճանաչելու նրան, մենք նրան պատրաստ կգտնենք ինչպես արշալույսը, և նա կգա դեպի մեզ, ինչպես վաղ և ուշացած անձրևը դեպի հողը։ Աստվածաշունչ, Ովսեի գիրք, 6-րդ գլուխ։ Այո, 2 օր է անցել այն ժամանակից, երբ համայն մարդկության փրկության համար երկիր եկավ Աստծո որդին, և այժմ էլ նրա երկրորդ գալստյան և հարության խորհուրդը կրող երրորդ օրվա սկզբում ենք, համաձայն ավետարանի այն խոսքի, որ Տիրոջ համար մեկ օրը ինչպես 1000 տարի է։ Մեր Փրկչի Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը քրիստոնյաներիս երանելի հույսն է, երբ նա կգա աստվածային իր ողջ զորությամբ և փառքով, որպես տերերի Տեր և թագավորների թագավոր, յուրաքանչյուրին արդարորեն հատուցելու ըստ իր գործերի։ Այն ժամ, երբ հրեշտակապետների և հրեշտակների փողերի հնչմամբ Աստծո որդու նշանը հայտնվի երկնքում, արդարները ուրախությամբ և ցնծությամբ գլուխները վեր կբարձրացնեն, քանզի թագավորը պիտի ասի նրանց. «Եկեք իմ հոր օրհնյալներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը»։ Եվ այն ժամանակ անհավատներին և չարագործներին պիտի ասի. «Անիծյալներ, գնացեք ինձնից դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի և իր հրեշտակների համար»։ Մինչ այսօր էլ Հիսուս ավետարանով մարդկանց վերստին հիշեցնում է. «Արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե որ ժամին կգա ձեր Տերը»։ Երբ Արարիչ Աստված աշխարհիս վրա ստեղծեց մարդուն, երկրային դրախտը Հայաստանում հիմնեց։ Երբ Նոյյան ժամանակներում ապականյալ աշխարհը ջրհեղեղով կործանվեց, փրկարար տապանն Արարատ լեռան վրա հանգրվանեց։ Եվ այն ժամանակ, երբ Աստված վերստին մեղքի մեջ ընկած մարդկությանը չկորցնելու համար աշխարհ ուղարկեց իր որդուն, երկրային թագավորների մեջ երկնային թագավորին առաջինը հայոց արքան ընդունեց։ Այսպես ամեն անգամ, երբ աշխարհը ստեղծելու, վերստեղծելու և նորոգելու ժամանակն է գալիս, անքննելի Աստված իր հայացքը դեպի Հայաստան է ուղղում։ Երեք անգամ իր կամքը հայտնող մեր երկնային Տերը գիտենք, թե իր չորրորդ հրաշալի տնօրինությամբ ինչ փառք է վերապահել հայոց հողին։ Արդ Աստծո որդու գալստյանը տառապյալ և խաչյալ այս հողից է, որ ճշմարտության ծիլերը մոխրի միջից դարձյալ պետք է հառնեն և հարության ջահ դառնալով շուրջ բոլորը լուսավորեն։ Ով արդարության արեգակ, ծագեցրու փրկարար շողերդ և բաց արքայության դռներդ հայոց ետեմ աշխարհից։
Այո, մոտ է Աստծո արքայությունը։ Այն մենք չենք տեսել, չգիտենք, թե ինչպիսին է երևութապես, բայց հավատում ենք մեր հոգիներին խաղաղություն եւ բերկրանք պարգևող Աստծո այն խոստմանը, թե այնտեղ չի լինի ոչ մահ եւ ոչ արտասուք, ոչ սուգ եւ ոչ աղաղակ, ոչ ցավ եւ ոչ չարչարանք, այլ հավիտյանս հավիտենից երանելի կլինենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Ամեն։